Այսօր կադրեր տեսա, որտեղ վարչապետը մետրոյի մեջ մի կնոջ հետ, արցախցի կնոջ հետ վիճաբանում էր եւ քանի որ տեսնում էի, որ էմոցիոնալ էր, նկատեցի, որ ինչ-որ բան ասեց, որը պիտի չասեր, սխալ թույլ տվեց, քանի որ ոչ թե նրա ասածն էր սխալ, ճիշտ բան էր ասում, ասենք, այն մարդը, որ Արցախը լքել է ինչ-ինչ պատճառներով եկել է Հայաստան եւ ինչ-որ պրետենզիաներ ա ներկայացնում Հայաստանին կամ հայաստանցուն կամ Հայաստանի վարչապետին, դա adekvat մարդու շարժու ձև չի, բայց պատասխանել այդպիսի մարդուն եւ այդ ձևով հանրային տարածքում իհարկե ճիշտ չի։ Հիմա տեսեք մարդիկ, բերեք կադրերը մի հատ նայենք։ Եկել եք ստեղ ասում եք վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը, կխոսեմ տենց ձեզ հետ բարձր, ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Ես հիմա վստահ եմ, շատերը կասեն, Էդվին, ես ինչ ես ասում, վարչապետը ոնց կարա սխալ անի կամ հակայես կամ ես վատ բաներ էլ կասեք։ Գիտեմ, որ սենց բաներ եղել է։ Դեպքեր ու ասենք, որ ասում եմ ճիշտ է, ճիշտ չի, ասում ես ինչ եք ասում։ Ինչ ես ասում։ Բայց միջև ինձ քննադատելը, բերեք մի հատ տեսնենք հիմա վարչապետը մի ժամ հետո ինչ է ասում։ Իր արածը, իր ասածը ոնց է մեկնաբանում։ Մետրոյում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր սիրելի հարգելի քաղաքացու հետ տենց սուր խոսակցություններ եւ ես նաեւ մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից եւ քննադատություններից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ։ Ես նորից ուզում եմ ներողություն խնդրել այն ամեն ինչի համար, ինչը չեմ ասել ձևով եւ բովանդակությամբ այնպես որ պետք է լինեն, բայց նոր գործընկերներին էի ասում, որ քանի անգամ այդ թեման են 2023 թվականի իրադարձություններին ես այո միջև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների անդրադառնամ եւ դա շատ մեծ թերություն է, ես ընդունում եմ այդ թերությունը, չեմ կարողանում ես այդ պահը հաղթահարեմ, որովհետեւ երբ որ այդ թեմային խոսակցությունա գնում, ես նոր հիշեցի ազգային ժողովում ոչ միտեղ չեմ կարողացել բան չանել, ոչ միտեղ չեմ կարողացել էմոցիաները զսպեմ հանգիստ հանդարտ, բայց նոր խոստացա, որ ես մի օր այդ թեմային համապարփակ հանգիստ։ Ես ցավոք սրտի անուն ազգանունը չգիտեմ, գիտենք անուն ազգանունը քաղաքացու մետրոյում Արմինե Մոսյան, հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա եւ ես ուզում եմ, ես գիտեմ, որ դուք կմերժեք եւ հետեւից երկու կոպիտ բառել կասեք, ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք սենց տեսախցիկը չէ, հեռախոսը կամ եթե կուզեք տեսախցիկը դնենք, հանգիստ պայմանավորվենք առանց էմոցիաների խոսենք, ես իմացեք, որ ձեր տրամադրության տակ եմ եւ այս գլխից ընդունում եմ այդ հրավերը։ Կրկին ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից, որ ինչ որ ընդունում եմ, որ ինչ որ բան նենց չեմ ասել, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել, ինչ որտեղ բովանդակությունն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց ելի եմ ասում, այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, եւ ես բոլորից եմ ներողություն խնդրում։ Հիմա հասկանում եք, որ մարդ լինի վարչապետ, լինի բժիշկ, կարող է ինչ-որ բան անի, որ տեղին չի։ Այսինքն ոչ թե իր ասածը սխալ է, այլ ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ մարդուն այդ ինֆորմացիան կամ այդ բաները ասում է, ոչ ճիշտ ձևով, էմոցիոնալ։ Եվ բարեբախտաբար վարչապետը դա հասկանում է։ Մնում է մենք բոլորս հասկանանք, որ մարդ ենք եւ երբեմն ինչ-որ բան ենք անում էմոցիայի տակ, որը ճիշտ չի եւ
Դրանից հետո ճիշտ է նա, որ ուղես, ասես, որ դա քո միտումը չի եղել։ Եվ ուրախ եմ, որ մեր վարչապետը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մարդ տեսակ է։ Եվ երբ որ զգում է, որ ինչ-որ բան ասեր, որը ճիշտ չի ընկալվում մարդկանց կողմից կամ տեղին չէր, ներողություն է խնդրում։ Եղեք բարի, եղեք հանդուրժողական եւ իհարկե կարգավիճակները բերեք չխառնենք, վարչապետը վարչապետ, քաղաքացին քաղաքացի, բլոգերը բլոգեր, բոլորից սիրում հարգում եմ։